Չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Երաշափատ քննարկումներ, սկանդալներ եւ զրո արդյունք։ Ազգային ժողովն այդպես էլ չի ընտրում ղեկավար կազմը։ Տնջուկը այդպես էլ չի լուծվում, խնդիրը լուծում են ընթացակարգը փոխելով։ Սկզբից կառավարության ծրագիր, հետո հանձնաժողովի նախագահի ընտրություն։ Իմ ընկալումներում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ազգային ժողովի աշխատանքները եւ ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Խորհրդարանը շարունակում է քննարկել 3 հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Իշխանական падգամավորները բացատրում են, ընդդիմության ներկայացուցիչներին չեն ընտրել, քանի որ չունեն բավարար ոլորտային պատրաստվածություն։ Սակայն իշխանության թեկնածուները հավասարների շրջանում ավելի հավասար են։ Ոչ թոքաբան է պետք լինել, ոչ էնդոկրինոլոգ։ Այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ, ասենք, թոքաբան եւ այլն։ Ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը կազմակերպում է նիստեր եւ դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա։ Վիլեն Գաբրիելյանն էլ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը մայրիկից հատուկ ցուցումով է եկել, վստահեցնելու, որ իր նոր պաշտոնը կապ չունի նախկին պաշտպանության նախարարին բարեկամ լինելու հետ։ Այո, արդյոք հանդիսանում է իմ արժանիկը այն, որ ըստ պարոն Հազարյանի, որ Դավիթ Տոնոյանը իմ ընկերն է, հանդիսանում է ոչ այն, որ իմ ընկերն է, այլ այն, որ ինքը իմ փաստացի ազգականն է։ Եվ այո, դա իմ համար արժանիք է, ինչպես նաև արժանիք է այն, որ իր քեռին իմ հայրը 40 տարվա կադրային սպա է։ Ես ունեմ այդ ունակությունը տվյալ հանձնաժողովը ղեկավարելու, որտեղ ես գոնե այդ իմ փոքրիկ արժանիքներից է։ Պաշտպանությունը եւ անվտանգությունը իրարից կարողանում եմ տարբերակել։ Լիանա Մանուկյանը, ում ուժեղ Հայաստանը Ֆարմանյանի փոխարեն է առաջադրում, ֆինանսների կառավարման ոլորտում շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած դրան իշխանությունը գոհ չէ, իրենցն ուրիշ է։ Մենք ֆինանսների նախարար չենք ընտրում, մենք ընտրում ենք հանձնաժողովը համակարգող մարդ, իսկ ֆինանսական մենեջմենտի փորձ վստահեցնում եմ ձեզ ես ունեմ։ Մենք ունենք ավելի լավ տեխնացու այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Առանց խորհրդարան ներկայանալու էլ Նիկոլ Փաշինյանի ձայնը լսվում է Աժամբյոնից։ Քրիստինե Վարդանյանը падգամավորներին հիշեցնում է հին Նիկոլին ու միացնում վարչապետի նախկին ձայնագրությունը։ Փորձում է Տիգրանակերտը քյարքի դարձնելու իրավական հիմքերը գտնել։ Քարտեզը ի՞նչ է, քարտեզը գծագիր է, ոնց կարող ես գծել, պետք է իրավական հիմքը նայես։ Տիգրանաշենը Ադրբեջանը կարող է պահանջել, եթե ուզում է ամբողջապես շրջափակման մեջ վերցնել ու ակցանի մեջ պահել ու պարկի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր ապաշրջափակման օրակարգի անվան տակ Երևանից դուրս եկող 2 միջպետական ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայաստանը ամբողջությամբ հայտնվում է պարկի մեջ։ Օրվա թեման թողած կրկին անցնում են անձերին, փորձում հասկանալ ով է, ով ինչ էր։ Նախ եկեք ֆիքսենք, որ դուք նոր հանրապետական կուսակցություն եք։ Պարոն Կարապետյան, որ այստեղ նստած եք, օրինակ ձեր հայրը հանրապետական ֆրակցիայի ղեկավարնելու կարծեմ ստեղ էր նստում, եթե չեմ սխալվում։ Հետո որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Պարոն Դարփինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, ճիշտ է, պարոն Սուքիասյան, դուք կապ ունեիք, չէ՞, չունեիք, շատ լավ։ Պարոն Թամրազյանը կարծեմ հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է։ Տիկին Սյուզան Ավետիսյանը կարծեմ նախկինում հանրապետական եղել է։ Ես տոր նստեցի, հաշվեցի, նայեք, Սասու Միքայելյան, ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվականին ինքն առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածություն նախագահի պաշտոնը։ Համագումարը իր առաջարկին ընդառաջեց։ Ինքը առաջարկեց, որ իր մարտական ընկերոջը առաջադրեց նախագահի թեկնածու, համագումարը էլ ընդառաջեց։ Անդրանիկ Քոչարյանը եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը կգա խորհրդարան կառավարության ծրագրով ներկայացնելու ով եւ ինչ է լինելու Հայաստանը առաջիկա տարիներին։ Ալադավթյան, Էպիկենտրոն։